Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցը նոր հորիզոններ է բացել Հայաստանի համար, մասնավորապես տնտեսության ռազմավարական առումով։ Հայաստանի Հանրապետությունից Եվրամիություն ապրանքների արտահանման, տնտեսության ոչ ավանդական ճյուղերի զարգացման գործակցության առումով։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Համբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը։ Խոսելով մասնավորապես տնտեսության ոչ ավանդական ճյուղերի զարգացման մասին, վարչապետն անդրադարձավ կանաչ ջրածնի արտադրության հնարավորությանը։ Արևային էլեկտրաէներգիան օգտագործվում է ջրածին արտադրելու համար, իսկ ջրածինը արդեն օգտագործվում է որպես վառելիք եւ հիմա նաեւ Եվրոպական միությունը ծրագրեր ունի Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, կանաչ ջրածնի արտահանման կամ ներմուծման իրենց պարագայում ուղիներ ստեղծել եւ մենք այցի արդյունքներով հասկացանք, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս ոլորտին։ Նիկոլ Փաշինյանը ծավալուն անդրադարձ է կատարել նաև Եվրամիությանը հնարավոր անդամակցության ժամկետներին, Եվրամիություն ԵԱՏՄ հակադարձության սկզբունքներին, արտաքին բալանսավորված քաղաքականությանն ու ներկապային դրան շուրջ ծավալվող իրադարձություններին, հավելելով, որ մինչև Եվրամիության անդամ դառնալը Հայաստանը նախ պետք է անցնի որոշակի ճանապարհ Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու համար։ Մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ, եւ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Հիմա կա անհամատեղելիություն, թե չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թրիփի գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում շատ կարևոր է միջազգային աջակցությունը, այդ թվում Գերմանիայի կողմից, նշեց վարչապետը։ Խաղաղության խաչմերուկի եւ թրիփ ուղի նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում եւ ոչ միայն երկաթուղային, ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Տարածաշրջանում եւ դրանից դուրս տնտեսական հնարավորություններն իրականություն դարձնելու հիմքում խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, ինչն է խոչընդոտում դրան հայկական կողմը կարծես որևէ պահանջ չի ներկայացնում, իսկ ինչ է պահանջում Բաքուն։ Արդյոք Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը մնում է օրակարգում։ Այս առնչությամբ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հստակ ընդգծեց, որ հարևան պետության հետ երբևէ նման քննարկում չի եղել եւ չի լինելու, քանի որ սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է։ Վարչապետն անդրադարձավ նաեւ Բաքվի կողմից պարբերաբար օգտագործվող Արմենիան-Ադրբեջան եզրույթին, նշելով. Ես ծանոթացա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստանը Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված եւ տեսեք ես ինչ իրավիճակ եմ տեսնում։ Իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է Արևմտյան Ադրբեջան, այն մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արցախցիների վերադարձի մասին շարունակական խոսակցությունները նման պահանջ ներկայացնելը նշանակում են նոր պատերազմ, նոր զոհեր։ Քաղաքական նմանատիպ օրակարգերի շրջանառությունը միմիայն վնասում է խաղաղությանը, համոզված է վարչապետը։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցն ամփոփեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցով կարևոր հայտարարությամբ։ Առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից երևի որպեսզի հիմա հայտարարեմ շատ մեծ աժոտաժ չլինի, լավ փետրվարից սենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Տալիս են վիզա, ում տալիս են կտան, ում չեն տալիս չեն տա։ Եվ հիմա այս շղթայական հույս ունեմ, որ այս բանը կշարունակվի նաև մյուս դեսպանատանների դեպքում եւ մենք այս խնդրից կազատվենք։